Ես ուզում եմ իմ խոսքը սկսել աջակցություն մեր սիրելի եւ պատվելի Բագրատ Սրբազանի։ Սրբազանը մեզ անազատության մեջ տեսնում է, Աստված օգնական Սրբազան հայր, Տավուշի եկեղեցիները ձեզ են սպասում։ Ես ուզում եմ նաեւ մի թեմայից շատ կարևոր ինձ համար եւ համոզված եմ նաեւ ձեր համար խոսել, դա մեր ընկերներն են, որոնք անազատության մեջ են։ Արտուր Սարգսյան, խնդրում եմ նաեւ մեր Արտուր Սարգսյանին ջեր մեր ողջունները, այսօր մեր ընկերը զրկված է ընտրական process-ներին մասնակցելուց։ Նաեւ Իգոր Սարգսյանը, որը էլի Գերագույն մարմնի անդամ, մեր ընկերը, որը էլի անազատության մեջ է։ Այսօր բոլորս նաև զգում ենք մեր սիրելի ընկերոջ Սուրեն Մանուկյանի բացակայությունը, որը էլի անազատության մեջ է, իր սկզբունքի, իր պատվախնդիր տեսակի, իր հայրենիքը, իր հողը ջուրը սիրելու համար։ Սուրեն ջան, շուտով ազատ կարձակվես։ Մեր Սուրենին էլ, մեր ջեր ողջունները, մեր ընկերոջը, հարգելի տավուշցիներ, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ձեզ այս տարիների ընթացքում ձեր պատվախնդիր տեսակի համար։ Այս անցնող 7-8 տարիները դուք զրկանքների, հալածանքների մեջով անցել եք ու պատվով եք հաղթահարել այդ փորձությունը։ Ես եմ շնորհակալությունը հայտնել ձեզ։ Ապրեք, որ ոչ ընկճվել եք, ոչ նահանջել եք, ձեզ փորձել են վախեցնել, աշխատանքից ազատել, չգիտեմ, ակտ գրել, ինչ անել, բայց դուք այսօր պատվով, թասիբով, արժանապատվությամբ այսօր էլ այդ դրա վկայությունն է, որ լեփլեցուն է մեր դալիճը, ու էլի տասնյակ մարդիկ գալիս են այստեղ իհեճուկս, այս սրանց, այս ոչ մի բաների, որ փորձում են վախեցնել մեր հայրենակիցներին, ասել մի գնացեք հանդիպման։ Ես շատ շնորհակալ եմ ձեզնից։ Մեզնից, պարոն նախագահ, ոչ մեկը, ոչ մի քայլ այս ընթացքում նահանջ չի ունեցել, հետ քայլ չի արել։ Հակառակը, մենք գնալով ավելանում ենք, շատանում ենք ու համարձակ մարդիկ գալիս են միանում են մեզ օր-օրի, ժամ առ ժամ այդ թիվը ավելանում է։ Ես եւ ուզում եմ մեզ նոր միացող մեր տավուշցիներին ասենք, որ բարով եք եկել, կապ չունի, որ դուք ում եք ընտրել, նախկինում ինչ ա եղել, մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրով սպասում ենք, ինչի համար եմ սա ասում, որովհետև որոշ տկարամիտներ փորձում են ստվեր նետել Հայաստան դաշինքի վրա, իբր մենք կոմֆորտ զոնայում ենք եղել, այս ամբողջ ընթացքում մեր ընկերները ազգային ժողովում, իմ սիրելի գործընկերները, այս այնց նստած, իմ սիրելի հրաշք գործընկերները, տեսեք, մեկը մյուսից լավ, մեկը մյուսից համարձակ է, հրաշալի եռյակը եւ էլի շատ մեր ընկերներ, այո, սուպեր մեր ընկերները, որոնք որ ամենաամենան են եւ դրանում ոչ մի կասկած չկա, մենք եւ ազգային ժողովում եւ փողոցում մեր կռիվը տվել ենք ու տալու ենք, թող ոչ մեկ դրանում կասկած չունենա։ Մենք այս պայքարը մեր թուրը հաղթանակով դնելու ենք պատյան, համոզված եղեք, ամսի 8-ին միասին տոնելու ենք մեր հաղթանակը, թող դրանում ոչ մեկ չկասկածի։ Սիրելի հայրենակիցներ, ես կարող եմ ծրագրային մեր դրույթներից խոսել, այն առաջարկները, որ արվում է մեր հայրենակիցներին, գիտեք, որ անվճար կրթական ծրագիր ունենք մեր ծրագրային դրույթում, որը էլի անելու ենք եւ դրանում կասկած չկա։ Մենք մեր տատիկ պապիկների համար ունենք նաեւ ծրագիր իրենց ծմերվա հոսանքի սուբսիդավորման հետ կապված։ Ունենք ծրագիր մեր, գիտեմ, որ այստեղ նաև գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներն են, սիրելի հայրենակիցներ, գյուղատնտեսությամբ զբաղվելը ամսի 8-ից հետո համարվելու է ստաժ։
Եվ սա շատ կարևոր խթան է մեր գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Գիտեք, որ հիմա գյուղատնտեսությունը փլուզել են, գյուղատնտեսություն չկա, գոյություն չունի։ Այդ նախարարությունն էլ արդեն վերացրին։ Նույնը նաև տաքսու վարորդներին է վերաբերվում։ Գիտեմ, որ անհամբեր սպասում եք համաներմանը։ Մեր ծրագրային դրույթում նաև ամրագրված է համաներում անելու նաև այդ դրույթը քրեակատարողական հիմնարկները ծանրաբեռնված են հիմնականում քաղաքալացյալներով։ Մանր մունր զանցանքներ իրականացած մեր հայրենակիցները, որոնք որ օրինակ տուգանքների պատճառով, այսինքն արագաչափի եւ այլ, ես նաեւ հանդիպումներ ունեմ քրեակատարողական հիմնարկներում, տեսնում եմ ինչ հանցանք ես գործել, ասում եմ արագաչափի տուգանքով եկել եմ այստեղ։ Ես գիտեմ, որ նաեւ դուք շատ սպասում եք նաեւ Տավուշին վերաբերվող մեր ծրագրերին։ Մենք մի քիչ ուշացանք, կներեք մեզ պարոն նախագահի հետ Իջևանի լճի տարածքում էինք եւ կարող եմ չէ խոսք տալ պարոն նախագահ, որ Իջևանի լիճը Սիրելի հայրենակիցներ ջան, Իջևանի լիճը կառուցելու ենք եւ ելի վերադարձնելու ենք մեր հայրենակիցներ որպես туриզմի վայր, նաեւ այդ ջրերը օգտագործելու ենք, գիտեք որ հազարավոր հեկտարներ անջրդի հողատարածքներ ունենք, մենք դարձնելու ենք դա ոռոգելի, նաև անչափ կարևոր մի լավ նորություն ունեմ ձեզ համար, Ճոպանողին էլ է կառուցվելու սիրելի հայրենակիցներ ջան, եւ Իջևանը դառնալու է տուրիստական կենտրոն, որ էլ չասեք Դիլի ջան, գնում են, այստեղ չեն գալիս, մի քիչ դժվար են գալիս եւ այլը։ Բարև ձեզ Տավուշեցիներ ջան։ Երբ Ռուբեն Ռուբինյանը ասում է մեր տեխնացուն խոսել գիտի, գրել գիտի, կարդալ գիտի, ինձ թվում է այդ ցանկը չեն շարունակում։ Խոսել գիտի Նիկոլ Փաշինյանը, գրել գիտի, կարդալ գիտի, հանձնել գիտի, կապիտուլյացիա ստորագրել գիտի, մանիպուլյացիա անել գիտի, ստել գիտի, ձեզ պատերազմով վախեցնել գիտի, ամբողջ ցանկը հրապարակեք էլի, թե չէ գրել կարդալով չեք զարմացնի իրականում, բայց ես էլ ուզում եմ անդրադառնամ թեզերից երկուսին իրականում, մեզ ինչ են ասում, տեսել եք, չէ, այսօր կադրեր են հրապարակել, ասում են մայիսի 28-ին զորահանդես են անում, երևի այլևից թույլտվություն են խնդրել, այս 5 տարվա մեջ առաջին անգամ հասկանում են, որ ժողովուրդը ամենաշատը անվտանգության կարիք ունի, չեն կարողանում բացատրել այդ 8 միլիարդը, որ ավելացրել են պետական պարտքին, ինչ են արել, ասում են դե ամսի 28-ին զորահանդես կանենք, ցույց կտանք մեր գնած զենքերը, մի քիչ էլ բան կանենք, դրական իմիջ կստեղծենք, կասենք, որ անվտանգություն ենք ապահովում։ Ժողովուրդ ջան, նա խափում են, այդ 8 միլիարդով իրանք զենք չեն առել, անգամ պաշտոնական թվերը, որ նայում ես, 1/3-ն էլ չի կազմում ու մինչև հիմա չեն կարողանում պատասխանել այդ 8 միլիարդը վերջը ինչ են արել։ 8 միլիարդով Հայաստանում հնարավոր էր թրիփեր կառուցել, հնարավոր էր քաղաքներ կառուցել, ատոմակայաններ կառուցել, այս Դիլիջանի թունելը որ կա, չգիտեմ, պարոն նախագահ գուցե ասի հաշվարկներով, քանի հատ տենց թունել էր հնարավոր կառուցել, որից ոչ մեկը չի կառուցվել։ Բայց ամենակարևորը, հիշում եք, ձեզ 2018-ին էլ սուերը ցույց տվեցին, շատ տպավորիչ էր, այդ սուերը մեր երկնքում ամենատպավորիչ կադրերից մեկն էր, բայց ինչ պարզվեց, դա մեր պատմության, երևի մարդկության պատմության էլ ամենաթանկարժեք սելֆին էր, այդքան գումար տվել էին, որ սելֆի անեն, այդ ինքնաթիռների ֆոնին, այդ ինքնաթիռները մեզ անվտանգության հարցում օգնեցին։ Իրոք երբ գալիս ենք Իջևան, մտածում էի, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքն եմ գալիս, այլ իմ ամենալավ գործընկերներից մեկի Գառնիկ Դանելյանի հայրենի քաղաք։ Ցավոք հպարտություն է որպես գործընկեր ունենալ Գառնիկի նման գործընկեր, ամենաշորթի մոտ, ամենահասանելի, ամենաժողովրդական, ու իսկապես կարծում եմ ձեզ համար էլ հպարտության աղբյուր է, որ ձեզ ներկայացնողը հատկապես Գառնիկ Դանելյանն է։ Սիրելի հայրենակիցներ, եթե ինձ ասեք, թե նախ եւ առաջ ես ինչն եմ ուզում փոխվի հունիսի 7-ով, ես կասեի, որ ես ուզում եմ վերականգնվի հայ ժողովրդի արժանապատվությունը։ Ինչ ժողովուրդ, որ նարեկացի է տվել, խորենացի է տվել, նժդե ու անդրանիկ է տվել,
Չի կարող այդ ժողովրդին հազարամյա պատմություն, քաղաքակրթություն ունեցող ժողովրդին ներկայացնել մեկը, ում ուտելուց նայելուց ամոթ է սապրում, գորգրալուց նայելուց ամոթ է սապրում, Ալիևի մոտ վիզը ծուր կանգնած էլի ամոթ է սապրում։ Տեսնում ես ինչպես է Էրդողանի գիրքը գրկած կանգնած էլի ամոթ է սապրում։ Ոչ, մենք արժանի չենք նման ղեկավարի։ Մեր ժողովուրդը իսկապես հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ է եւ արժանի է, որպեսզի իրեն այնպես ներկայացնեն, որ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս մեկ դուլուկներս բարձր քայլեն։ Այսօր ոչ Հայաստանի ներսում կա մեր ժողովրդի մոտ արժանապատվությունը, ոչ Հայաստանից դուրս։ Հայաստանից դուրս էլ բազմաթիվ մեր հայրենակիցների հետ խոսում եմ, աշխարհի որ ծայրում էլ լինի։ Ասում եմ մենք մի բան ենք կորցրել, ոչ միայն հայրենիք ենք կորցրել հազարավոր տղաներ, այլ մեր արժանապատվությունն է կորել։ Եվ ես այո վստահ եմ, որ հունիսի 7-ին մենք արժանապատվությունը վերականգնելու գործընթացն ենք սկսելու։ Դիքտի իհարկե շատ առիթներ է եղել խոսելու, շփվելու, մտքեր փոխանակելու, ու ես գիտեմ դուք ինչ եք անելու հունիսի 7-ին։ Բայց ես ուզում եմ ձեզ շատ խնդրել, որպեսզի դուք շարունակեք խոսել մարդկանց հետ, ձեր հարևանների, ծանոթ անծանոթների, եւ իրենց ասեք, որ եթե հունիսի 7-ին հանկարծ մտածեն, որ պետքա ձայնը տան քաղաքացիական պայմանագրին, իրենք ուղղակիորեն համաձայնելու են նրա հետ, որ Արցախյան հերոսամարտը, Արցախյան հաղթանակը ուղղակի ճակատագրական սխալ էր, որտեվ վաղը մյուս օրը մեր երեխաները դասագրքերում դա են կարդալու, իսկ մենք դա չենք ուզում։ Իրենց ասեք, որ այո, Արցախյան հերոսամարտը եզակի ձեռքբերում ա եղել հայ ժողովրդի համար եւ ոչ թե ճակատագրական սխալ։ Հայ ժողովրդի համար ճակատագրական սխալը եղել է Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերելը 18 թվականին։ Ու դա ես եմ ասում, որպես մարդ, ով աջակցել է այդ գործընթացին, ինչպես մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Բայց այդ ճակատագրական սխալը փոխելու հնարավորություն կա։ Մի մասը փոխել է դա 21 թվականին։ Հիմա եզակի հնարավորությունը անշրջելի դարձնելու այդ ճակատագրական սխալը եւ ես վստահ եմ, որ մենք միասին դա կարող ենք անել։ Եվ ես ուզում եմ, որ դուք նաեւ իրենց ասեք, որ մեր ինքնությունը փոփոխման ենթակա չի։ Մենք իսկապես չենք կարող մեզ թույլ տալ ամբողջ աշխարհի առաջ այսպես գլխի կոր կանգնել։ Երբ որ վերջերս դուք գիտեք, որ Եվրոպական միության գագաթնաժողով էր այստեղ, տարբեր երկրների ղեկավարներ եկել են եւ Հայաստանից նկար դնելու համար Արարատի պատկերով նկար էին դրել, որտեղ մեր ժողովրդի ամենահայտնի սիմվոլը Արարատն է։ Իսկ այսօր այս իշխանությունները անխնա պատերազմ են հայտարարել Արարատի դեմ, մեր ինքնության դեմ։ Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այսօր պահպանել այդ ինքնությունը, որ մեր երեխաները վաղը գրողը լինեն այդ ինքնությամբ։ Եվ պետք է մարդիկ, ովքեր հանկարծ մտադիր են այս իշխանություններին ձայն տալ, հստակ պատկերացնեն, որ ամիսներ հետո իրենց ստիպելու են գնան ընտրատեղամաս, որպեսզի սահմանադրության փոփոխություն իրականացնեն, առաջիկայում մեր երկրի տարածքներից նոր տարածքներ են հանձնվելու, դրա անոնսը բացահայտ են անում, առաջ գոնե ամաչում ինչպես մի քիչ մանիպուլատիվ հայտարարություններ էին անում, հիմա բացահայտ են դա անում։ Եվ այս կորուստները անվերջ է լինելու, այս շղթան իսկապես պետքա կոտրվի եւ ես ձեր դեմքին նայելով, ձեր աչքերին նայելով տեսնում եմ այդ վստահությունը, որ մենք կկարողանանք այս իրավիճակը փոխել։ Ես իսկապես հավատացած եմ, որ առաջին քրիստոնեությունն ընդունած ազգը տերականգնելու իր եկեղեցուն, ամենահին քաղաքակրթությունն ունեցող ժողովուրդներից մեկը տերականգնելու իր պատմությունը եւ հետեւաբար իր ապագային եւ մենք միասին կարողանալու ենք կոտրել այս անարժանապատվության շղթան եւ հունիսի 7-ը մեր արժանապատվությունը վերականգնելու սկիզբն է լինելու։ Շնորհակալ եմ, հիմա ուզում եմ խոսքը փոխանցել Պարոն նախագահ, անցած անգամ, որ ներկայացնում էի, ասացի Արցախի հանրապետության առաջին նախագահ, հետո անդրադարձա, որ եզակի այդ առումով սիմվոլ եք մեզ համար, որովհետև Արցախի մնացած բոլոր նախագահներն այս բան գտնվում են Բաքվի բանտում, եւ այդ առումով ավելի մեծ կշռ եք ստանում մեզ համար, որովհետև Արցախը կորսված է, Արցախի նկատմամբ, պատմության նկատմամբ աննախադեպ գրոհ է գնացել եւ հիմա յուրահատուկ սիմվոլ եք այդ առումով մեզ համար։ Խնդրում եմ դիմավորեք Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։
Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ։ Միջև բուն ելույթից անցնելը կարձագանքեմ Գառնիկի առաջարկներին, հենց մտանք ձեր տարածք, լիճ, ճոպանուղի եւ այլ եւ այլ։ Հիմա ուղղակի ասեմ, որ Ծաղկաձորի ճոպանուղին կառուցելուց հետո 2-3 տարի անց շինարարությունը դեռ գնում էր, ջերմուկից մի պատվիրակություն էր եկել եւ խնդրել են, որ անպայման նաեւ ճոպանուղի կառուցենք ջերմուկում։ Եվ կառուցել ենք։ Իջևանից ոչ ոք չի եկել, չի ասել։ Եթե էլի պատվիրակություն գար ասեիք, հաստատ տեղել կառուցենք։ Ես չգիտեի, որ այդ բանը կա, այդ զապրոսը կա, էլի ճոպանուղի կառուցելա։ Ուրեմն կառուցելու ենք։ Այսօր կցանկանայի մի քանի խոսքով ուղղակի կիսվել ձեր հետ անվտանգության հարցերի շուրջ։ Ինչու անվտանգության, արդեն Կրիստինեն դրա մասին ասաց, հաստատ ամսի 28-ին փորձելու են մի պարատ կազմակերպեն եւս մեկ անգամ sense թոս փչեն ժողովրդի աչքին, թե իբրև ինչ որ բան են անում բանակի համար։ Անվտանգության ունիվերսալ համակարգը ամբողջ աշխարհում հետևյալն է։ Մարտունակ ժամանակակից բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Կրկնեմ այդ միտքը, մարդկությունը ուրիշ մոդել չի հորինել։ Հիմա փորձենք հասկանանք ինչի ենք մենք պարտվել 20 թվականի 44 օրյա պատերազմում։ Պարտվել ենք, որովհետև այս 3 կարևորագույն գործոնները խաթարվել են։ Բանակը քայքայել են 18 թվականից սկսած։ Առաջնորդը, երբ ասում եմ ուժեղ առաջնորդ, հաստատ Նիկոլ Փաշինյանը չի գալիս իմ sense արչև։ Այն ժամանակ գոնե թմբուկների վրա որ բան սովորացներ, միգուցե ավելի ուժեղ առաջնորդ լիներ բանակի առումով, բայց ուղղակի հայտարարություն էր եւ հայտնի կադրերը, երբ ռաժոկը չէր կարող միացնել Կալաշնիկովի ավտոմատին։ Այսպիսի գերագույն գլխավոր հրամանատար ենք մենք ունեցել։ Եվ երրորդը փչացրեց հարաբերությունները մեր դաշնակցի հետ։ Ուրեմն 3 այդ կարևորագույն կոմպոնենտներ մտածված հետևողական քայլերով քայքայվել են։ Արդյունքը շատ ծանր էր ժողովրդի համար։ Բայց գինը այդ սխալների համար տվել է մեր ժողովուրդը։ Բազմաթիվ զոհերով, վիրավորներով եւ տարածքային կորուստներով։ Եվ այդ հիմարությունների, այդ սխալների հեղինակը ոչ թե գին չի տվել, պրեմիա է ստացել, ժողովուրդ ջան։ 21 թվականին նորից ընտրվել է վարչապետ։ Ուրեմն ողբերգության համար, իր սխալների համար ժողովուրդն է գինը տվել, բայց այդ սխալները կատարողը պրեմիա է ստացել։ Էն էլ ինչ պրեմիա։ Ինքը նաև համարում է, որ ինքը մանդատ է ստացել այդ ավերիչ գործը շարունակելու համար։ Մանդատ է ստացել Ղարաբաղը հանձնելու համար։ Միայնակ Ղարաբաղի ժողովրդի անունից որոշելու համար, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ է։ Եվ իմ մոտ ուղղակի հարց է առաջանում։ Բոլոր նրանք, ովքեր 21 թվականին քվեարկել են Նիկոլ Փաշինյանի համար, գիտակցում են, թե ինչ հետևանքներ է այդ քվեարկությունը ունեցել։ Հույս ունեմ, մեծ հույս ունեմ, որ այդ գիտակցությունը այնուամենայնիվ այսօր կա։ Ինչ ենք մենք տեսնում այսօր։ Նույնն է կատարվում։ Նույն սխալները։ Այս մարդը կամ ընդհանրապես փորձից որևէ եզրակացություն չի անում, կամ հատուկ ծրագիր է իրականացնում, ուրիշ բացատրություն ես այստեղ ուղղակի չունեմ։ Գիտեք, ժողովրդի, ասում են ժողովրդի հիշողությունը կարճ է, բայց ցավը երկար է։ Եվ միգուցե այդ ցավը հիշեցնելով մենք կարող ենք թարմացնել այդ հիշողությունը։ Վերադառնամ այդ պլանավորվող պարադի մասին, որը 28-ին պետք է ունենա, եւ
Քրիստինեն հիշեցրեց այդ սուերի դեպքը։ Այն գումարները, որոնք նախատեսված էր հոբ համակարգի համար, այդ գումարներով հակաօդային պաշտպանության համար այդ գումարներով գնվել են սումներ մոտ 120 միլիոն դոլար, որոնց հետ չեն գնել հրթիռներ եւ այդ սուերը գոնե մեկ մարտական խնդիր չեն լուծել, որովհետեւ զենք չունեին, այսպես ասենք, սիրուն լավ ինքնաթիռը, բայց այդ ինքնաթիռը մարտական գործողությունների համար չես կարող օգտագործել։ Մի խայտարակություն է, որի համար ոչ մեկը պատասխան չտվեց։ Եթե գնային հոբ համակարգերը, հաստատ 100% վստահությամբ ասում եմ, բայրակտարների հարցը կլուծեին եւ պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօթաչու սարքերին։ Մենք չունեինք, իրենք էլ այդ առումով բավական հակեցված էր իրենց հնարավորություններ, իրենց բանակը։ Հիմա մեզ ցույց են տալիս, ես այդ կադրերը տեսա, թե ինչ զենքեր են գնում։ Ժողովուրդ ջան, նորից գնում են զենքեր, որոնք չեն կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում։ Դա Աստված, որ այդ անհրաժեշտությունը չլինի, բոլորս ձգտում ենք խաղաղության, բայց եւս գնում են զենքեր, որոնք չեն կարողանալու օգտագործել։ Ֆրանսիական հրետանի է, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի ոդի մետալում է։ Քանի տոննա մետալ է։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում։ Քարտեզին նայեք Ֆրանսիայից այդ արկերը ոնց պետք է բերես Հայաստան հասցնես անհրաժեշտության դեպքում։ Որ ճանապարհով։ Ես մի բան հիշեցնեմ։ 44 օրյա պատերազմի ժամանակ միայն Իրանի սահմաններ բաց եւ Իրանի օդային տարածքներ բաց նման կարգի ասես մատակարարումների համար։ Միայն Վրաստանը փակ էր։ Հիմա այս ինչ կատարվում է Իրանի շուրջ, նշանակում է նաեւ այստեղ է փակ լինելու Ֆրանսիայից ՆԱՏՕ-ի անդամ երկրից բերելու համար։ Հիմա ինչ եք անում։ Կամ քարտեզ չեք նայում, կամ ընդհանրապես չգիտեք քարտեզը ինչ է։ Ինքս ինձ հարց եմ տալիս, ինչի համար է սա անում։ Ինչի համար ենք մենք եւս հսկայական գումարներ ծախսում զենքի վրա, որի օգտագործման հնարավորություն չենք ունենալու։ Ինչ որ մի քանակի արկեր բերել են, ենթադրում եմ, բայց դա ինտենսիվ պատերազմի ժամանակ ընդամենը 2-3 շաբթվա պաշար է լինելու։ Ու վերջ։ Եվ միայն բացատրությունը հետևյալն է։ Ֆրանսիական ռազմավարությունաբերական կոմպլեքսին ֆինանսավորել են, որ Մակրոնը գա եւ համբյուրի։ Ասի ապրի։ Նիկոլը շատ լավ տղա է։ Սրա համար է մեր երկիրը։ Իմ մանկության հիշողությունը, սովետի այդպես ցուրի հիշողությունը իմ մոտ մնացել։ Երևի երրորդ դասարանի երեխայի մեխ կարձերս մեխով խաղում է եւ այդ մեխը ռազետկայի մեջ են գցել։ Հոսանքը նենց հատվել, հենց Ղարաբաղյան որ ասում են աչքերի մոտ գծիկրա կատվել։ Դրանից հետո երբևէ մտքովս չէր կարող անցնել, որ ես կարող եմ այդ մեխը եւս բերեմ ռազետկայի մեջ կողեմ։ Որովհետև այդ հոսանքի հարվածը կերել եմ։ Հիմա մի վարչապետ ունենք այս երկրում, որ այդ մեխը վերցրած մանա գալիս թե որտեղ մի ռազետկա գտնի, Ժորժա։ Խնդիրը նրա մեջ է, որ այդ հոսանքը իրեն չի խփում, ժողովրդին է խփում։ Դուք մեկը մեխը վերցրած ռազետկաների մեջ գցում, այդ հոսանքը ժողովրդին է տալիս։ Զոհերով, վիրավորներով, տարածքային կորուստներով։ Հիմա իմ առաջարկը ինչն է։ Այդ մեխը ձեռից վերցնենք, ժողովուրդ ջան։ Հո գժի բան գերի չենք։ Եվ այդ մեխը ձեռից վերցնելու տարբերակը մեկն է։ Հունիսի 7-ին քվեարկել 17-ի համար։ Կարող ենք դա անել միասին։
Կարող ենք։ Շնորհակալություն, մենք ունենք ինտերակտիվ նաև հատված, չէ՞։ Հա, ես տեղական հարցերից համարը չխոսացի, միայն ճոպանուղու հարցն է, ինքն էլ մի քիչ Նիկոլավարի մեղքը գցեցի ձեր վրա։ Որ ժամանակին դիմեի կլիներ, բայց անկեղծ եմ ասում, իսկապես որ դիմեի կլիներ։ Եվ միգուցե այդ տեղական հարցերը, քանի որ ձեզ ավելի շատ են հուզում եւ դուք ավելի լավ եք տիրապետում այդ հարցերը, փորձենք ինտերակտիվ հատվածում կենտրոնանալ հենց միգուցե գոնե մի մաս այդ հատվածի ձեր տեղական հարցերի վրա։ Համաձայն եք։ Պարոն նախագահ, առաջի հարցը ես տամ, էլի որպես ժողովրդի ծոցից դուրս եկած մի հատ հարց տամ, էլի առաջի հարցը ես տամ։ Շատ են հարցնում նամանավանդ վերջին շրջանում արտաքսումների հետ կապված դեպորտ Ռուսաստանից մեր հայրենակիցների եւ հարցը հետեւյալն է։ Հունիսի 7-ից հետո հնարավոր է այդ հարցը արագ լուծել։ Նաև մի բան կար, որ մոռացա դրա մասին ասել, խնդրել եմ, որ ձեզ փոխանցենք 2 օր առաջ, երբ որ նկարահանումների էի Հանրապետության հրապարակում, մի տղա երեխայի հետ մոտեցավ եւ մի պատմություն պատմեց 2000-ական թվականներին Կրասնոդարի երկրամասում խնդիր էր եղել, այսպես կոչված այդ սկինխեդների հետ կապված, այդտեղ հայկական գերեզմաններ էին ավիրվել եւ ասես նախագահ Քոչարյանը այդ ժամանակ եկավ 1 օրվա մեջ այդ խնդիրը լուծեց եւ մենք այլևս խնդրեմ չունենք Կրասնոդարում եւ ասես խնդրում եմ իմ անունից փոխանցի նաեւ որ հանդիպում ա եղել նաեւ համայնքի հետ իմ անունից փոխանցի որ մենք ձեր կողքին ենք ձեր հետ ենք եւ հուսով ենք որ ձեր ընտրվելու պարագայում եմ բոլոր խնդիրները որ կան շատ արագ լուծում կստանան քանի որ խոստացել էի փոխանցեցի այդ հարցը եւ նաեւ շնորհակալություն ձեզ եւ խնդրում եմ այդ հարցին պատասխանեք։ Իմ հարցը մեկն է թե երկուսն է։ Դեպորտների հարցը 2-3 ամսվա հարց է։ Վստահության հարցը, ստե ուրիշ բան չկա եւ զբաղվելու հարցը։ Հետևողական հարցով զբաղվել եւ ունենալ այն հարաբերությունները, որոնք թույլ են տալիս նման կարգի հարցեր շատ արագ լուծել։ Այդպիսի հարց երբեք չի եղել։ Իմ տպավորությամբ այս հարցը ասենց արհեստական ձևով ստեղծված հարց է եւ հետևանք է այս իշխանությունների քաղաքականության։ Ժորժ ջան, երկու կողմերը բարձրախոս է դրած։ Խնդրում եմ, ովքեր հարցեր ունեն, համեցեք։ Բայց ես մի բան ավելացնեմ, քանի որ Կրասնոդարի այդ դեպքի մասին խոսք եղավ, նայեք, ես իմ այցերի ժամանակ Ռուսաստան միշտ ընտրում էի բացի Մոսկվայից երկրորդ քաղաքը։ Եվ ընտրում էի այն քաղաքները, որտեղ ես տեսնում եմ, որ կան հայկական համայնքի եւ տեղի իշխանությունների հետ կան որոշակի sense լարվածություն կամ իրար լավ չեն հասկանում կամ որոշակի sense ազնական ինչ-որ խնդիրներ կան։ Հատուկ դա է անում, գնում է տեղում գուբերնատորին հրավիրում, այդ համայնքի ղեկավարին է հրավիրում, համատեղ մի հանդիպում ենք անում, իմ գնալուց հետո արձագանքը միշտ մեկն էր։ Հարցերը լուծված են, մենք լավ ենք զգում։ Եվ Հայաստանի առաջնորդի ֆունկցիան նաև դա պիտի լինի։ Անել ամեն ինչ, որ դրսում ապրող հայերը իրենց լավ զգան։ Ճնշված չզգան։ Եվ դա մեկ օրինակը չի։ Պարոն Քոչարյան, իմ մոտ ոչ թե հարց է, այլ ես ուզում եմ մի փոքր ելույթ ունենալ, եթե իհարկե թույլ կտաք։ Եթե մեր Գառնիկի նման եք անելու։ Չէ։ Ինձ թվում է այնպիսի ելույթ է, որ հիմա երիտասարդությունը հատկապես ունի դրա կարիքը։ Հա, իհարկե։ Կարելի է բարձրանալ բեմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար ու բեմ բարձրանա թույլ տալու համար։ Պարոն Քոչարյան, նախ ներկայանամ, ես Լուսինեն եմ, Արցախից եմ ու այն հայկական Արցախից
այն հայկական Արցախից եմ, որը իր ծաղկումը ապրել է ու կայացել է հենց ձեր կառավարման օրոք ու ոչ միայն Հայաստանն է, ոչ միայն Արցախն է այդ ծաղկումը ապրել, այլ նաև Հայաստանը, էլի ձեր կառավարման օրոք։ Աշխարհում մոտ 1300-ից 3000 ազգեր, էթնիկ կազմեր կան ու դրանցից գրեթե 200-ն է, որ պետություն են կազմում։ Ու մենք այն պետությունները հայկական ունեինք, Արցախի ու Հայաստանի հանրապետությունները այդ 200-ից ու ես հենց այդ պետություններից մեկի հպարտ արցախցին եմ ու ուզում եմ որ շեշտեմ որ սովետական միության փլուզումից հետո դուք եք այդ երկու պետությունները այսպես ասած ծաղկման հանգեցրել ու Այս վերջերս իմ տարիքակիցների հետ մենք զրույց ունեցանք Հայաստանի այս վերջին իրադարձություններն էին քննարկում մենք հասկացանք հենց այդ ամենը ու որ ինչ որ քոչվոր ցեղի ներկայացուցիչ չի կարող մեզ վրա մատ թափահարել ու մեր հայրենիքը համարել Արևմտյան Ադրբեջան սա Հայաստանն է 8 տարի առաջ, երբ որ 2018 թվականն էր ու այդ ժամանակաշրջանը դեռ չէր հասել, երբ որ պետքա ընտրվեր ներկայիս իշխանությունը, ես երբեք չեմ պատկերացել, որ ես հիմա այստեղ կլինեմ ու այս բեմի վրա կանգնած, ես միշտ իմ ապագան պատկերացրել եմ Արցախում ու ես վստահ եմ, որ ես հետ կգնամ Արցախ Շատերիս հայերի մեջ շատերի արմատները գալիս է հենց Արևմտյան Հայաստանից ու եթե այդպես խորանանք մեր նախնիներն էլ չեն մտածել որ մենք հիմա մեր պատմական հայրենիք պիտի գնանք զուտ զբոսաշրջության համար որ մեր հայրենիքում մենք կարանք լինենք զուտ տեսնող այդ մեր հայրենիքը պետքա նենց լիներ որ մենք այդտեղ ապրեինք քրդերը որ պետություն չունեն հիմա ապրում են մեր պատմական հայրենիքում ու Այս ամեն ինչի լուծումը այնա, որ պետքա իշխանափոխությունը կատարվի, որովհետև մի մարդ, ով Արցախյան շարժումը պատմության փառահեղ հաղթանակներից մեկը, որ մենք ունեցել ենք, համարում է ճակատագրական սխալ, ուղղակի այդ անընդունելի է։ Անընդունելի է այն, որ ինքը կանգնում ու ասում է, որ Հայաստանում կան տարածքներ, որոնք որ մեր տիրապետության տակ են, բայց իրականում դրանք Ադրբեջանինն են։ Ադրբեջանինը դրանք երբեք չեն կարող լինել, դա Հայաստանինն է։ Ու Անընդունելի է նաև այն, որ ինքը եկեղեցու դեմ է դուրս գալիս։ Պատմության ժամանակ բոլոր իրադարձությունները, երբ որ անգամ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցին է մեր այդ պետականությունը, մեր ինքնությունը պահել ազգային արժեքները։ Ու հիմա իրանք դրդում են ընդհանրապես նրան, որ այդ ազգային արժեքները մենք կորցնում ենք։ Ու եթե չկան այդ ազգային արժեքները, չի կարող լինել պետություն, չի կարող լինել ազգը, ոչ մի բան ուղղակի չի կարող լինել։ Ու միակ այդ ելքը, որը որ կլինի այդ արժեքները չունենալու դեպքում, այդ ուղղակի կործանումն է լինելու։ Հայաստան, Արցախ ու Սփյուռք, այդ միասնության դեպքում է միայն հաղթանակները կերտում, իսկ հիմա այդ միասնությունը ուղղակի պարակտվել է, չկա այդ միասնությունը։ Սխալը ազգային արժեքներից խուսափելն է, ազգային արժեքները կորցնելն է, թշնամու դիմաց գլուխը կախելն է, ու ոչ թե Արցախյան շարժումը, ոչ թե, չգիտեմ, Հայաստանի տարածքները համարել Ադրբեջանինը։ Ուղղակի կուզենամ նշել Գարեգին Նժդեի խոսքերից մեկը, որ մի ժողովրդի հայրենի հողը չի կարող լինել ուրիշի, մանավանդ մեր դեպքում քոչվոր ինչ-որ ցեղի մնայուն հայրենիքը։ Հարգանքները ձեզ, պարոն Քոչարյան, եւ մնացած դաշնակցականներին, Հայաստան միությանը։ Եթե ամնի ծրագրում կան Իրանի դեմ ռազմական արշավի վերահսկումը, ապա Հայաստան-Ադրբեջան գիծը Վաշինգտոնի համար կարևորագույն պլազդարմ է, մանավանդ եթե այդ արշավը երկարատև կլինի, որի համար ցամաքային գործողություններն անխուսափելի պայման է։ Այդ ժամանակ ինչ է սպասում Սյունիքին։ Ես իմ ելույթի ժամանակ ակնարկ արեցի դրան։ Մենք իհարկե դժվարություններ ունենալու ենք եւ ստեղ խնդիրը հետեւյալն է բոլոր պատերազմները ունեն սկիզբ ունեն վերջ այո Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մի օր կարող է ուղղվեն բայց այն քայլերը որոնք այսօր մենք անում ենք կամ փորձում ենք անել բերելով է մեր
Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների վատ թարացման։ Հարևանի հետ շատ հեշտ է հարաբերությունները փչացնել կենցաղում, չէ՞ նաեւ։ Հետո շատ ավելի դժվար է վերականգնել այդ հարաբերությունները, որովհետեւ հարևանից վատ բան չես սպասում սովորաբար։ Եթե մեկից վատ բան չես սպասում, մի փոքր նույնիսկ ինչ որ մի սխալ բանը ծանր է ստանում եւ իսկապես հարևանի հետ ավելի հեշտ է հարաբերություններ փչացնել, քան կառուցել։ Երբ որ այդ տրիպ ծրագիրը երբ որ քննարկում էր, դա եղել է, թե չեմ սխալվում, օգոստոս։ Մինչ այդ մեկ ամիս միջի այդ Միացյալ Նահանգները ռմբակոծել են Իրանը։ Բազմաթիվ զոհեր են եղել։ Եվ այդ վիճակում գնալ Վաշինգտոնում քննարկել մի ծրագիր, որը ենթադրում է Իրանի սահմանը ըստ էության հանձնել ամերիկացիներին, որոնց դեմ ես բան չունեմ, հակառակը մենք պետք է լավ հարաբերություններ ունենալ ամերիկացիների հետ։ Բայց այդ հարաբերությունների պատճառով մենք չպետք է թշնամանանք Իրանի հետ։ Այ մեր կոմպլեմենտարության, քաղաքականության էությունը հենց դա է։ Եթե խնդիրը ճանապարհի մեջ են, մենք պիտի ասենք, մենք այդ ճանապարհը կառուցելու ենք, աշխատելու է, եթե պետք է այդ կապը ապահովել։ Բայց հասկացեք, մեր շահը, Հայաստանի շահը լավ հարաբերություններ ունենալ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Պրոբլեմներ կան եւ այսպես ասենք, այս իշխանությունը մեզ բերելով է թշնամացմանը։ Ուղղակի վերհիշենք 44 օրյա պատերազմ։ Վրաստանի տարածքով մենք ինչու չենք կարողացել տեղափոխել ռազմական բեռներ, նույնիսկ օդային տարածքով չենք կարողացել։ Ինչու մենք այսպիսի խնդիր երբեք նախկինում չենք ունեցել։ Այդ հարցի պատասխանը մինչ այսօր ոչ ոք չի տվել։ Չանենք նույնը Իրանի հետ։ Այդ դեպքում sense կոպիտ ասած մենք բանկա չեն, որ բանկան զակատ են անում։ Այսինքն զակատի բան վիճակում ենք հայտնվելու։ Եվ դա այն վիճակն է, երբ սկսելու են մեզ թելադրել եւ մենք պարտավոր ստիպված ենք լինելու այդ թելադրանքը կատարել։ Հիմա սա է ուզում այս իշխանությունը։ Որ ամեն անգամ ինչ ասեն, ինքը պիտի անի, հետո ասի դե ինչ անեմ, ճար չունեմ։ Ճար ունես։ Կարող է ճար չունես, կամ չգիտեմ, ճար ունես, խելք չունես։ Երևի ավելի ճիշտ ձևակերպումը սա է։ Եվրոպան իր հպատակության տակ է վերցնում Հայաստանը։ Ո՞վ ասաց թե վերցնում է։ Դե Փաշինյանի բանով այդ ձև է դառնում։ Հայաստանը իր շահերի համար։ Եվ այդ դեպքում Հայաստանը կորցնում է իր սուվերենիտությունը։ Ինչպես եք նայում այդ հարցին։ Չէ, նայեք, այն ինչ արվում է Եվրոպայի կողմից այսօր, հայտարարությունները, ասենց խրախուսող եւ այլն, ունեն մեկ նպատակ։ Ցավացնել Ռուսաստանին։ Այո, հենց այդ հարցը իրատեսական ոչ մի հեռանկար այստեղ ուղղակի չկա։ Ուղղակի չկա եւ նաեւ մենք տեսնում ենք Ռուսաստանի արձագանքը ինչպիսին է։ Ռուսաստանի նախագահի հայտարարություններով 3 անցած օրը սա խնդիր է։ Եթե դու ապրում ես Հայաստանի շահերով, եթե որպես առաջնորդ դու պետք է հետապնդես Հայաստանի շահերը, դու չպետք է թույլ տաս, որ Հայաստանի տարածքում հնչեցվեն նման կարգի հակառուսական հայտարարություններ։ Դուք հարևանություն, նույնիսկ բարեկամ, դուք պատկերացրեք ձեր ամենից մոտիկ ընկերոջ տունը ինչ որ բան հավաքում եւ կոնկրետ ձեզ հասնում կամ հրապարակային պատողանից էլ ես լսում, որ քեզ քո մեր են կրվում քո ասեին։ Ոնց կտանես, այդ ընկերոջ հետ դու ընկերություն կանես։ Դե իմ ամեն մեկը թո էս վիճակը մոտարապես sense բերի կենցաղային ինչ որ մի վիճակի եւ հասկանալու համար թե ինչպեսի կոպիտ սխալ է։ Առաջինը Զելենսկուն չպետք է հրավիրեի։ Այո։ Եթե այնուամենայնիվ հրավիրել է, պետք է ուղղակի հետը զգուշացնեին, ասեին, մենք հրավիրելու ենք մեկ պայմանով։ Մեզ մի ներքաշի ձեր կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ բարեկամ երկիր ենք։ Չեն արել հակառակ։ Ճիշտ հակառակ։ Ուրիշ Իսկ հիմա Չէ, խնդրում թույլ տվեք, որ ուրիշներն էլ էլի հարցը։ հարցնեն։ Խոսեն, իսկ մենք հիմա պետք է պարտադիր կերպով ոչ թե պարտադիր, այլ իսրտե մասնակցենք ձեր ընտրություններին եւ ձեզ ընտրենք։ Շնորհակալություն։ Խնդրեմ։
Պարոն նախագահ, դուք գիտեք, որ եկեղեցու հետ պետություն, չի ասի պետություն, կասեմ կառավարություն փոխհարաբերությունները այդքան էլ լավ չեն, մի քիչ մեղմ ձևակերպում անեմ, եւ անգամ բանը հասել է նրան, որ զորամասերից գնդերեցների հեռացրել է եւ գնդերեցների ծառայությունը, այսպես ասենք, դադարեցրել է։ Նախ ձեր կարծիքը կուզեի այդ հարցի շուրջ լսել եւ երկրորդը, չեմ ասի ձեր հաղթանակից, մեր հաղթանակից հետո գնդերեցները կմտնեն զորամաս, թե ոչ։ Շնորհակալ եմ։ Իհարկե պետք է վերականգնվի այդ ծառայությունը։ Ուղղակի այլ տարբերակ չկա։ Շնորհակալ եմ։ Ենթադրում եմ, որ Հայաստանում ասենց ազնիվ լինենք։ Գոնե մեկը կարող է մի քանի տարի առաջ ենթադրել, որ մեր մոտ կարող է լինել նման կարգի պայքար եկեղեցու դեմ կամ որևէ ընտրությունների մասնակցող կուսակցություն կարող է իր ծրագրերի մեջ ներառել այդ պայքարը։ Ես խնդրում եմ, եթե գոնե մի հոգի կա, որ այդքանը կարող էր կանխատեսել, թո ձեռքը բարձրացնի։ Կան այդպիսի սա արտարոց երևույթ է։ Մի քանի տարի առաջ մեկ կուսակցություն նման մի եկեղեցու վերաբերվող որևէ բան անհարգալից ինչ որ մի նախադասություն գրեր իր ծրագրերում 0.000 քանի տոկոս կհավաքի։ Այսօր վիճակը ուրիշ է, որտեղ այսօր ամբողջ քարոզչական մեքենան դրել են եւ աշխատացնում են դրա օգտին։ Եվ հիմնական այդ քարոզչական մեքենան հանրային հեռուստատեսությունն է, որը հեռարձակվում է ձեր փողերով, ձեր հաշվին, բյուջեի հաշվին Հայաստանով մեկ եւ գյուղերում նայում են։ Հիմա ժամանակին նույն գերմանացի աշխատասեր կարգապահ ժողովուրդը քարոզչության տակ մնացին եւ ֆաշիզմը դարավ Գերմանիայում համատարած գաղափարախոսություն։ Հետևանքները գերմանացուց համար հայտնի եղան։ Ես ինչի համար եմ դա ասում։ Քարոզչական մեքենան կարող է դեֆորմացնել շատ բաներ։ Մեր մոտ այսօր դեֆորմացված է մեր ինքնության կարևորագույն գործոններից մեկը։ Պետք է վերանայվի եւ պետք է ուղղակի, ասենց ասեմ, այդպիսի միջավայր մթնոլորտ պետք է ստեղծվի, որ ոչ մեկի մտքով երբևէ չանցնի, որ կարող է նման կարգի քայլեր անել ապագայում։ Բայց ամենից մեծ պատիժը ժողովուրդը պետք է տա 7-ին։ Արամ Մանուկյանը պետականության չգոյության պայմաններում միայնակ վերցրեց պատասխանատվություն պետականություն կերտելու։ Թիֆլիսից եկավ Աղստեֆի ձորով գնաց Երևան, 0-ից, մինուսից սարքեց հզոր պետություն։ Արամ Մանուկյանին ցավոք սրտի վիճակված չէ երկար ապրել, ես համոզված եմ, եթե կյանքը նրա երկար է եղել, առաջին հանրապետությունը չէր կործանվելու։ Դուք չեք գտնում, որ մեզ մի արամ է պակասում ընդամենը։ Մի արամ, դուք եղել եք հանրապետության գլխավոր գերագույն հրամանատար, անցել եք բավական դաժան ու դժվար ճանապարհ։ Ինչ դեմոկրատիայի, ինչ ընտրությունների մասին ենք խոսում հիմա, բերել հասցրել են լինել չլինելու առաջ։ Եթե հանկարծ Աստված չանի, չստացվի այս անգամ եւս, չեք գտնում, որ արամ է պետք մեզ։ Քանի որ նկարահանվում է, ես կասեմ հետևյալը, հետաքրքիր միտք է։ Մեզ մտահոգող հարցերից մեկը, ասենք ոչ թե մեկը, երկուսը կամ երեքը, մեր անվտանգային հարցերն է, որ բնակչության մեծ երևի գերակշիռ մասը հետաքրքիր է, որտեղ մենք սահմանի վրա ենք, ամեն օր տեսել ենք, մեր սերունդը չէ, մեզանց ավելի ավագ սերունդ, այդ անվտանգային խնդիրն է շատ կարևոր եւ շատ կարևոր այդ բնակչությունը այստեղ ապրելու համար պետք է իրանց համար աշխատանք։ Տուրիզմը որպես մի ոլորտ կարելի է սպիտակ լիճ, ճոպանողի կամ ենթակառուցվածքներով, բայց եւ նաեւ պետք է այստեղ ժամանակին եղել է սովետական ժամանակներում, եղել է շատ մեծ արտադրական մեծ զավոդներ։ Ես խնդրեմ գործարաններ, խնդրում եմ մեր հաջողությունը հենց որ ստացվելուց հետո ինչ որ գոնե մի տարածաշրջանը ունեցել ենք շատ այսպես մեծ Հասկացա, ինչ որ մեծ բան ունի։ Ուղղակի հիշեցնեմ, Սովետական միությունը նպատակադրված
արդյունաբերություններ զարգացնում ամբողջ տարածքում։ Եվ շատ օրինակ Մարտոնիում հանդիպման ժամանակ երեք կոնդենսատերի գործարան կար, Քյավառում կար գործարաններ դրած, այդ ֆիլիալներ էին սարքում մեծ գործարանների, բայց անում էին ամեն ինչ, որ մարդիկ տեղում մնան եւ տեղում աշխատեն։ Իսկապես սա պետական քաղաքականություն էր։ Հիմա եթե մենք մտածում ենք, թե մեր մոտ մենք դառնալով ենք արդյունաբերական երկիր առանց պետական հովանավորության, պետական միջամտության չի ստացվելու։ Սա կենտրոնանալու միայն Երևան քաղաքում։ Անդեղ ինչ որ բան են սարքելու, այստեղից երիտասարդությունը գնալու է Երևան եւ դառնալով ենք արդյունքում քաղաք պետություն մոդել երկիր։ Սրանք սա ուղղակի թույլատնելու է մեր անվտանգությունը, ես լրիվ համամիտ եմ ձեր հետ։ Դրա համար մեր ծրագրային, այսպես նպատակը նաեւ հենց դա է։ Զարգացնել արդյունաբերությունը Հայաստանում։ Եվ առանց պետական միջամտության դա չի ստացվելու։ Ես մեկ հանդիպման ժամանակ մի օրինակ բերեցի, շատ խորը ագրարային երկիր Հարավային Կորեան 15-20 տարում դարել է լուրջ առաջատար ինդուստրիալ երկիր։ Եվ հիմա հարավ կորեական ապրանքները ամենուր են, ամենտեղ են։ Փողոցներում մեքենաներ, տելևիզորներ, սարքավորումներ, էլեկտրոնիկա, ինչ ասես չեն արտադրում։ 15 տարում հեղափոխություն եղավ, արդյունաբերական հեղափոխություն, տնտեսական հեղափոխություն։ Մենք էլ ենք կարող անել, որովհետև մեր ժողովուրդը թակում ունի, գիրթա, աշխատասեր է։ Ամենից բազային, այսպես ասենք, պայմանները, որը պետք է դրա համար, մենք ունենք։ Որտե այդ բազային այդ առավելությունը մեր մրցակցային պետք է դառնա պետական հովանավորությամբ աջակցված եւ ուղղորդված։ Այո անելու։ Շնորհակալություն։ Սրանով ավարտենք, ուղղակի մեկ բառ հնչեցվեց միասնություն։ Նայեք, միասնություն հենց այնպես չի լինում։ Միասնության համար ջանքեր են պետք։ Իդեպ թշնամության համար էլ է ջանքեր պետք։ Կա նեյտրալ վիճակ եւ երկու կողմի վրա շարժվելու համար ջանքեր են պետք։ Ցավոք այս մի քանի տարվա ընթացքում Հայաստանում կառավարությունը միայն մի կողմի վրա էր ջանքեր գործադրում, թշնամություն։ Միասնությունը երևի լավագույն բառն է յուրաքանչյուր ժողովրդի համար։ Ուժ է տալիս երկրին, ամրություն է տալիս երկրին եւ դա հիմքն է նաեւ անվտանգային համակարգի ընդհանրապես։ Բայց կրկնեմ, միասնությունը ջանքեր է ուզում։ Եվ մենք ընտրվելու դեպքում անելով ենք ամեն ինչ, որ այդ միասնությունը կայանա։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, շատ ապրեք։ Շնորհակալություն։ Մենք հիմա շարժում ենք, ոտքով քայլում ենք դեպի մեր շտաբ։ Խնդրում եմ, եթե ժամանակ կունենաք, ոտքով քայլենք, գնանք։ Շատ մերսի։